լավ էսպես ասեմ։ Իրենք չեն ընդունում, որ թշնամի են արդեն։ Ես գիտեմ, որ իրենք չեն ընդունում։ 5000 հայ մարդուն ռուսը չի սպանել։ 5000 հայ երիտասարդներ սպանել են ադրբեջանցիները եւ թուրքերը։ Մեր հայրենիքը, որ հիմա արևմտյան Հայաստանը տրորում է, թուրքերն են վայելում։ Դա արդեն Թուրքիա է։ Մեր Արցախը ադրբեջանցիներն են հիմա վայելում։ Եթե մեզանից խլած լիներ Ռուսաստանը, եթե մեզ ցեղասպանած լիներ Ռուսաստանը, ես կասեի, այո, ճիշտ են անում։ Գնանք Թուրքիա, Ռուսաստանը մեզ ցեղասպանել է, բայց չէ, հակառակն է, դու գնում ես ցեղասպանի մոտ, քո հայրենիքը, որը այսօր տիրապետում է ու քեզ ցեղասպանել է ու տիրապետում է քո հայրենիքը, վայելում է քո հողու ջուրը, դու ասում ես գնամ նրա մոտ։ Ասում են իրենց տարածքներն են եղել, վերցրել են, պարոն Նիկոյան, այս շատ կարևոր համոզմունք է, որ իրենք դրան, չգիտեմ, հավատում են թե չէ, բայց հասարակությանը հրամցնում են այդ միտքը։ Պատասխան ունեմ, հասկանում ես, երբ ցեղի տականքը իշխում է ցեղին, ձևակերպումները կարող են լինել այդպեսին։ Ամբողջ մոլորակը, ամբողջ աշխարհը ասում է հակառակը։ Հազարամյա պատմություն ունեցող մեր քարտեզները ապացուցում են հակառակը, հա? Եթե որոշակի կենտրոնական աշխարհի ներկայացուցիչներ հակառակն են ասում, ապա դա իրենք են մեղավոր, ոչ թե պատմական փաստերը, հասկանում եք։ Հիմա եթե մեկը նայում է Հայաստանի քարտեզին, ասենք, ենթադրենք 1000 տարի, 2000 տարի առաջվա, 1500 տարի առաջվա, եւ ինքը ինչ որ մտքեր է ասում, ես այստեղ միշտ Հրանտ Մատևոսյանի խոսքերն եմ հիշում, դա միշտ եմ կրկնում, էլի։ Եթե մարդու մեջից հիշողությունը հանում ես, նա անասուն է դառնում։ Անասունը մարդուց տարբերվում է հիշողությամբ, կամ մարդ անասունից տարբերվում է հիշողությամբ։ Ասում եմ, տեսեք, եթե անասունի ձակին մորթում ես, հետո նույն մորթողը խոտը տանում դնում են նրա դիմացը, նա ուտում է, որտեղ նա անասուն է, նա չունի հիշողություն։ Մեր հետ հիմա վարվում են նույն այդ անասունի նման, եւ իշխանությունները սիրով դա իրականացնում են մեր ժողովրդի հետ։ Մեզ սպանողը, մեր զավակներին մորթողը, մեր հանելիքը գրավող Ադրբեջանը արդեն փորձում են ներկայացնել որպես բարեկամ, հա, եւ այդ կուտը տալիս են մեր ժողովրդին, իսկ ոմանք այդ կուտը ուտում են։